Օրինակ հիմնական փոխադրամիջոցն այս ավանակն է։ Նրա աշխատանքն արդեն 15 տարի է, սկսվում է առավոտյան ժամը 7-ին։ Այդտենց տանում թողնում ենք, գալիս ենք։ Դե ինչ անենք, հեռու է։ Հնարավորություն ուրիշ չկա։ Բայց երկու էշուն էիք, չէ՞ մի ժամանակ։ Հա, երկու էշեր, մի հատ են ծախել ենք, չէի կարում պահել։ Ինչի։ Դե երկու հատ էշը ինչ անեի։ Էսա բերում եմ փակեմ։ Շատ ծախսատար են։ Չէ, դե ինչ իմանամ, տենց ծախեցինք։ Չուզեցինք պահել, շատ։ Կաթերը քչացար։ Կաթերն էլ քչացել են, մեծացել եմ։ Արդեն ջահելները ստեղ չեն մնում։ 15 տարուց ավել կաթ եմ տրանով տարի, ամբողջ գյուղի կաթերը։ Հերթով, ես չեմ տարի հերթով, իրանք հերթով։ Բայց ձեր էշերն են։ Հա, մեր էշերով։ Ես փակել եմ, տարել եմ, ամենքի դուրն եմ տիրել, իրանք էլ տարել են, բերել են իրան տեղն են հասցրել։ Հիմա բոլորը մեքենա ունեն, ամենք իրանց համար են կաթ տանում հանձնում։ Այդտենց փակում եմ ես, սովորել եմ արդեն։ Ամենաշատը կաթը երբ եք ունեցել։ Մայիս ապրիլ ամսին, հունիսի կեսերին, իսկ հիմա արդեն քչացել է, խոտերը չորանում է։ Քչած։ Դե ժամանակ շատ կովեր եմ պահել, հիմա քչացրել եմ։ Բա ինչ եք քչացել։ Բա ինչ անեմ, ծացել եմ արդեն։ Բայց պիտի իրանք էլ բերեն, հարիվանն էլ բերի։ Ես միջև կգնամ։ Որ չշարժվի։ Քանի լիտր է։ Էսի, ինչ մամիրս, չեմ հաշվել է։ 20, 25, 30, 32, 33, 34 կես։ Դե տունն էլ եմ պահում։ Խմում ենք, մածուն ենք անում, պանիր ենք անում։ Այրա, քեզ նկարում են, տելևիզորով կտենա։ Ոնց է, բարդի կարոտ հելնում են, զբաղում են խոտ հարկում, խոտ են հարում, մեկ է տանմատ տուկ անեմ, խոտ են բերում, այդ անաստապահություն է ստե ուրիշ, այնց որ գործող հիմնարկ չկա, որ էքան աշխատը են գան։ Դե կնանք, կաթ տանենք ժամանակն է։ Դու ինչ անեմ։ Դուք ես գյուղի նախրջին եք։ Հա, ես այս անասունները ես պետք տանեմ տավարը, կովերը։ Որտեղ եք տանում։ Ստեղից հավաքում ենք ստեղից բարձանում եմ և վերև եմ գնում պլատինա։ Ոնց է այստեղ խոտ կա, ոնց են արոտավայրերը։ Սակավ է խոտան։ Իսկ արոտավայրերը։ Արոտավայրերը երևակայի չորանում համարյա խոտ չկա, որտեղ չջրվող հողեր կան շատ։ Լսի, մի հատ ձետ կբերես 6 հատ։ Մախե չես գրե, կհիշեմ բա։ Դե գրիլի հայերան ես չեմ կարում գրել։ Մի հատ գրես ծոխը գրես չկա։ Ինչ է պետք ասա։ 6 հատ, մի հատ ձետ։ Հետո։ Ասեք ես Իսո։ Հետո էլ ինչ։ ես հիշեմ, ասեք։ Ասի մի հատ ձետ 6 հատ, լուծան փող ա տվել կատլետի համար։ Արա կատլետը չի հացը, մի հարցր հացա լուծան փող տվել ա կատլետի։ Թողա ինչ միշտ 1800 դրամ։ Լավ։ Ո՞նց գրի, ծոխը գրես։ Ձետ հաց։ թվին որսում գայտյան գրիվը սկսվեց։ Այն ժամանակ իմ ամուսինս Բաքու էր, ես էլ արձակուրդեր երեխեքով գյուղն էի գնացել։ Եկել են լսեցի արդեն դեմոնստրացիա բան։ Թուրքերը դեմոնստրացիա են անում, հայերին սպանում են, չգիտեմ, ամուսնուց էլ եկել են տնի մեջից, բռնել են, ծեծել են, ամուսինս է իրան պաշտպանելու համար, պաշտպանվել է։ Ու դրա համար տարել են ձերբակալվել են, որ ինքն է, իրանց ազգին հայհոյել է։ Բայց ինչքան ունեցել ենք, ունեցվածք,
իրան ազատել ենք ծնողները։ Հիմա եկել ենք 12 տարի ապրել ենք, անասուններ ենք պահել, շատացրել ենք, այս տունն ենք ստեղծել։ Եկանք հասանք բարեկամների միջոցով Հայաստան ու եկանք ստեղ։ Ո՞ւմ եք հանգնում կաթերը։ Մուշերի։ 15 տարուց ավել է, իրան եմ տալիս։ Հիշ։ 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 Դե արագացրու։ Ամբողջ յուղի կաթերն է տարել ծանր։ Էսի շատ խոտ է կրում։ Մեր հայատներում դաշտեր ունենք խոտի։ Այս տարի 70 հատ խոտ է կրել իմ դաշտից։ Մի տրակտորից շատ է աշխատել, հա։ Այսքան աշխատել է մի օրվա մեջ։ Ամեն ինչ անում է։ Հերու տեղերում ինձ մի բան կա բերելու, ավտոն հնարավոր չի գնա։ Իրան գնում ենք տաճկայով, գցում բերում ենք։ Հիշե, արագաց։ Հա, գծող չի բան չի, չար չի։ Մեկ չարություն անում, վազվազ անում։ Դե, անասում։ Հարիվան էլ իրան էշով է բերում, հերթով, իրանք, հա։ Իրանց երեխերքն են տարել, այսօր իմ հերթսեր։ Իրանք էլ ունեն էշ փաստորեն։ Էշ ունեն, հա, տաճկայ։ Շատ է լինում երկու էշը գնում է։ Հա, երկու էշերա գնացել, երեքն էլ է գնացել, ունեցել են մարդիկ, էշեր ունեցել, տաճկային ունեցել։ Ամեն անգամ արագ է վազում, այսօր ոչ վազում է, ոչ արագ է։ Այսօր նկատել է, որ իրան նկարում է։ Գնա, դե գնա, շուտ արա։ Կամ էլ բեռը ծանրացրել են։ Իչի, իշե, նրա համար ինչ կա, պահում եմ 5 հատ կովա, 3 հատ ցուլա, 4 հատ հորթեր են, ոչխարներ այծեր են, պահում եմ, թրջուններ են, հինդուշկա, ուշեր, հավեր, ամեն ինչ։ Իրանով եք փաստորեն։ Սագեր, հա, ուրիշ ոչ մի աշխատանք չկա։ Վարկ եմ վերցրել, տղայիս տուն եմ վերցրել, գնես գյուղում։ Հա։ Դե տարեկան մի քանի հատ ծախում եմ, տանում եմ վարկը տալիս եմ։ Յուղ տնտեսականը։ Փոշ։ Գնա շուտ արա։ Շուտ արա, ուշանում եք շուտ արա։ Արագացրու։ Որ մենակ բաց թողնեք կգա։ Կգա, վերցնող լինի։ Բա ինչ, կապչի տեղ գալիս է ու հետ կտարում է։ Գնա, հիշե։ Գնա, էսյան, գնա։ Հասակ։ Պարլիս ես։ Ճիշտ է կանգնում է, հա։ Բա ինչ, իրան տեղն է։ Հիմա դատարկում ենք։ Դե ճիշտ է ես կտանի։ Քարեն ինձ նկարի։ Որպես կասկածի։ Վարկամա։ Իմս 28 կես օգնել է։ Էսա ցույց եմ տա։ Դու կես։ Մամա, վեց հատ հաց, մի հաց դուր։ Հետո սա իրայինն է, ասում է կատլետի փող եմ տվել կատլետ։ Հա, կատլետա։ Տալվես թե։ Եթե տանում ես տան։ Հա, դուր։ Իսա փողացը տան։ Նա, տատ։ Հրազդան եմ տալիս։ Չգիտեմ, ուսելա, որ մեկից ուզում ես դուր։
6 հատ, դա էլ է իրան համար։ Քանի հատ է 4 հատ։ 6 հատ ասում։ 6 հատ։ Լաշուտես, մի հատ ձետ 6 հատ հաց ասել։ Հաշվարկում է։ 800 գումարած 1020։ Հա, կհերիքի։ Ինձ էլ 5 հատ հաց կտաս մենաճա։ Կիլո պեսո։ Չէ որ երկորից փոստան։ Ձեթանը դուտի է։ Ինձ 5 հատ հաց 1 կիլո պեսո կտոր։ 5 հատ հաց 1 կիլո պեսո։ Это իրանց դաչինա, կոտլետն է տալվես։ Հեսա կոտլետը։ Լա։ Դինեմ իրան ապրանք ստեղ։ Հրաժարն եմ տալի քեզ։ Չէ, դրանք տալավա։ Այդպես։ Նույն գինն է, չէ։ Եկեք ձեզ օգնեմ։ Այս մեկն է տվեք։ Ծանր կլի։ Չէ, չի լինի։ Խավորեմ, այդտեղ ուրիշի։ Չի եկել մուշը։ Ամբողջ գյուղի հացերը տանում եք, էլի։ Գիշերն է փչացրել։ Գիշերով մի քամել փչացրել է թափել է գետին։ Ափսոսա։ Լրի ճյուղերը խառնել կա։ Եմերի թողին գնացին քանտոնա դատարկստեղ։ Այնա 1, 2, 3, 4։ Սոված էին։ Այսքան տարի Բաքվից եկած անասուն չէին կարում պահել։ Դե մենք էլ ինչ որ չափով գյուղը ապրած էինք։ Գիտեինք։ Մենք էլ սկզբից չենք հարմարվում, ես կով կթեմ, կով պահեմ, չի հարմարվում։ Հետո տեսա կյանքը տենց աստեղ, ինչ անեմ։ առաջ շատ էր, Այն 4-ը մեր տնից էր, որ առաջ 4-ը իրան տունից էր։ ավտոբուս գալիս էր տանոր երեխոս դպրոց բերել։ Ավտոբուս կար։ Առաջ Երբ տարին, է եղել։ Առաջի տարի։ Առաջ տարի, 79 թվին։ եկած տարիներին 90-ական թվականներին։ Մի 20 տարի չկար շատ։ Երեխերք ոտով են գնում, ձանձրանում են։ Ցուրտ եղանակին, ցեխի եղանակին չեն գնում։ Ամեն առավոտ որ կաթը տանում ենք, նստում ենք, հետները եթում ենք միջև նորամարկ հետո դες գնում ենք։ Արագ է գնում։ Հա, որ խփես ակետը։ Հա, մենք արագ այդում ենք։ Խփում եք, որ արագ գնա։ Այն է շոֆերները։ Շոֆերները դուք եք։ Քանիսն եք դուրս գալիս։ 7-ից դուրս են գալի, որ նոր հասնում ենք։ 7-ից դուրս է գալիս, որ 9-ին դպրոց հասնեք։ Հա, միջև 9-ը հասնենք։ Որ անձրևաց է խանում, չեն գնում դպրոց, մնում եք տունը, միջև չորանա, որ գնանք դպրոց։ Բադասատուները չեն ջղայնանում, բացակա չեն դնում, Դնում են, բայց չեն ջղայնանում։ ջղայնանում են։ Ասում են, ես էլ ասում եմ ցեխա չեմ կարողանում։ Այդ օրը ես էի, մնացներ Համլետը, մեկ է Աշոտը։ Գալիս էինք տուն, մեկ էլ կարկուտը սկսեց։ Հետո
կարկուտի ժամանակ երեխեքը գլխարկն էին, մեկը գլխարկն էր դրել, մեկը սունկեն էր դրել գլխին, որ կարկուտը չխփի գլխներին։ Հետո այդ օրը թրջված եկանք տուն, հետո դրանից հետո հիվանդացանք, մի քանի օր դպրոց չգնացինք։ Լավ լացեք։ Հա, Լացում է։ Չէ։ մի քիչ էինք լացել, հետո հիվանդացանք, մի քանի օր դպրոց չէինք գնում, հետո գնացինք դպրոց, ընկեր Հակոբյանին ասեց ինչ ա պատահել, ասենք մնացել ենք կարկուտի տակ։ Բա ինչ ասեց Հակոբյանը։ Ընկեր Հակոբյանն ասեց ոչինչ, մյուս անգամ լավ կլինի։ Ներում ա ձեզ։ Այո, Ինչի։ Հասկանում ա ինչ ասում, հələ պատմում։ ասում ենք, որ ավտոբուս չկա, ոչ մի բան չկա, դրա համար էլ միշտ ուշացած ենք, ցեխերի մեջ ենք միշտ գնում դպրոց, անձրևի տակ։ Բայց գարունը գալիս է, մաքուր գնում ենք։ Հենց գարունը գալիս է արդեն նոր։ Հա, աշունն ու գարունը։ Ձմեռը միշտ չեն գնում։ Կաթ եմ տանում հանձնելու։ Հա, բա կաթը հետեշերով չեն տանում։ Դե ես շուտ եմ եթու որ կաթեր ընդունում։ Ճիշտ է, շատ ցածր գինա, բայց ապա տալիս է այդ մարդը նորմալ ձևով չխափում, բան չանում մարդկանց։ Պետք անում որ չտանում, ոսկի պարտքով փողոզես տալիս բանանում։ Այդպես բան չէ, ճիշտ է, ցածր է, շատ ցածր գները դե ոչինչ ինչ անի։ Այսքան տեղը ոտով գնաս, գաս, տանես, բերես։ Արդեն 30 տարի է մենք այստեղ ենք, Բաքվից 88 թվականից ինչ փախել եկել եմ, դեկտեմբերի 22-ից մինչև օրս այստեղ եմ։ Աշխատել եմ, աշխատավարձս 13 զարպլատա 300 ռուբլիով ժամանակ ստացել եմ, 200-250 հազարից պակաս գործարք էր գործում, ես էլ աշխատող մարդ եմ եղել, աշխատել եմ, так что լավ պահերել է եղել, ճիշտն է ճիշտ է, խաղաղ ժամանակ լավ պահերել է եղել։ Բայց հիշում ենք, ինչու՞ չէ։ Երանի ենք տալիս ամեն մի բանին իրան անցած դարաշրջանը, սենց ասեմ, մի քիչ գրական էլի։ Կոֆելը Համբարձումյանն եք, հա։ Համբարձումի, այո, երգել էլ գիտեմ։ Սիրուն սևաչերդ, կարմիր վարդայտերդ, շուխ մազերդ, շուրթունքներդ, էլին սուրմայեմ, մորացա։ Մամպերուն, շատ երկեր գիտեմ, ուղղակի մոռացել եմ այդ բանը մոռացել եմ, ինչ անեմ, գոնե մեկ երգում եմ, ոնց որ ամեն ինչդ մոռանաս, անջատվես, ամեն երգը մարդը ջահիլ է պահում, չէ, երգը ծիծաղը, ամեն ինչը, ճոճարանել եմ գցում, մեկ ճոճվում եմ, փոքրիկ էլ այգի ունեմ, հենա։ Արվեստը զոհեր է պահանջում։ Հազա մոդա է։ Էդի նոր մոդա է։ Ազատություն NTV-ով, TV-ով ցույց է տալ։ Կամպյուտերով։ Ստեղ կկանգնեք մի հատ ռաֆիկ ջաջա սուրա գնա։ Իշը կունես գնեմ, չէ գնալի աջուր խմի։
Դե լավ է։